բարի երեկո հարգելի մասնակիցներ, այսօր մարտուկն 2018 թվականի, սկսենք մեր հերթական ֆինանսական շուկաների, ինչպես երեկ նշեցինք, սպասում ենք պաշարների ավելացում, խնդրեմ նավթ ինստիտուտի կողմից երեկ գիշերը թողարկված տվյալը 11.600.000 բարել պաշար ավելացել Միացյալ Նահանգներում, իհարկե երեկոյանցանիշը մի քիչ պակաս էր, ես ավելի սպասում, բայց բոլոր դեպքերում ասեցի, որ 5 միլիոնից ավել ուրեմն ծավալը ուղղակի կգցի նավթի գները, այս պահին տեսնում եք ինչ է կատարվում նավթի շուկայում, նավթի գները անկում են ապրում, շատ արագ տեմպերով, ճապոնական նորություններն էին սենց համաչափ, նախորդ ամսվա համեմատ որոշակի բարելավումներ կային, համախառն ներքին արդյունքի արտաքին առևտրային հաշվեկշռի առումով, նաև այստեղ կային մեկ խանյա նորություններ, կախված տնտեսական վիճակի, սպառողների տրամադրության, արտադրության ակտիվության եւ այլն, բոլոր դեպքերում կանխատեսվածից վատ էին, սակայն որոշակի ակտիվացում եւ լավացում նախորդ ամսվա նկատմամբ կար։ Այ խնդրեմ շուկաները չեն սպասում չինական նորություններին, վերջին 3-4 տարվա մեջ առաջին բացասական առևտրային հաշվեկշիռն է Չինաստանից դուրս եկել։ Մենք նույնպես չենք սպասում, երեք ես ասել որ ավելի լավ ցուցանիշ եմ սպասում, քան կանխատեսված է նույնիսկ, բայց խնդրեմ, այս բան շուկաները գնահատնորս ավելի շատ պայմանավորված է չինական նոր տարվա արարողություններով, այդ արձակուրդով, գիտենք այնտեղ հունվարի վերջից փետրվարի սկիզբը այդ տոնակատարության այդ ժամանակահատվածն են ընդգրկում, մեկ շաբաթ 10 օր, մի խոսքով վատ ցուցանիշ եւ վերլուծաբանները վստահ են, որ սա շարունակական չի, սա ուղղակի կապված է սեզոնայնությամբ, կապ ունի սեզոնայնության հետ, բոլոր դեպքերում սա բավական ճնշում գործադրեց բնականաբար ավստրալիական դոլարի վրա, բացի այդ իհարկե կար ճնշումը Միացյալ Նահանգների դոլարի արժևորման պայմանավորված, սա իր հերթին նույնպես նպաստեց դրան, եթե այս պահին արժևորումը չլիներ Միացյալ Նահանգների դոլարի, տեսնենք նաև ճապոնական իենի արժևորում, որովհետև ասիական աշխարհում ամենախոշոր տնտեսություն ունեցող երկիրն է Չինաստանը եւ նման վատ ցուցանիշները իհարկե եմ ասում չհավատացին այս բանին, բայց երկրորդ շաբաթը երկրորդ ամիս անուններ sense կրկնվելու դեպքում արդեն սա լուրջ հայտ է չինական տնտեսության վատացման եւ դա ուղղակի հանգեցնել է ճապոնական իենի արժևորմանը։ Այնպես որ դեռ սպասենք հետևենք իրադարձություններին, որտեղ ասիական աշխարհում որպես պահոստային արժույթ համարվում է ճապոնական իենան եւ նման վատացում չինական տնտեսության արդեն հանգեցնել է իենի ակտիվ գնումների, որը կբերի իենի արժևորմանը։ Լավ նորություն բավականին արդյունաբերական արտադրանքի ծավալը Գերմանիայից եվրոյի համար դրական ազդեցություն ունեցավ սա, այս բանը տեսնում եք եվրոն չի կարողանում, չի արժեզրկվում, անսպասելի լավ նորություն ես կասեի, անսպասելի, սա վերջին 10 տարվա մեջ 2 թե 3 անգամ է նման ամսական ցուցանիշ դուրս եկել Միացյալ Նահանգներից գրեթե 300,000 նոր աշխատատեղ, ընդ որում 100,000-ից ավելի միայն արդյունաբերական ոլորտում, սա բավական լուրջ ցուցանիշ է, եթե սրան գումարենք կան, որ աճել են նաև աշխատանքի վրա կատարող ծախսերը, որոշ չափով նաև աճել է աշխատանքի արտադրողականությունը, այս ամենը բավական վստահ ցուցանիշներ են աշխատաշուկայի մասով, սպասենք ուրբաթ օրվա ցուցանիշներին, կերեւ այնտեղ արդեն որքանով են հավաստի այս տվյալները, որքանով են հիմնավորված, բոլոր դեպքերում ես չեմ սպասում, որ շատ վատ ցուցանիշ կարող է դուրս գալ անկախ ամեն ինչից, բայց սա տնտեսական ոլորտ է, հնարավոր է մենք ականատես եղանք օգոստոս ամիսը, եթե չեմ սխալվում անցած տարվա, որ ADP-ով ուրեմն մեկ այլ ցուցանիշ էր, իսկ FFP-ն լրիվ այլ շատ վատ 200,000 տարբերությամբ դուրս եկավ, այնպես որ ոչինչ բացառել պետք չէ, սպասենք ուրբաթ օրվան,
Ամեն դեպքում այս լավ նորությունը, այս լավ պոզիտիվը էլ ավելի ուրախացրեց Միացյալ Նահանգների դոլարի ուրեմն դիրքերը։ Ասեմ նաև, որ տոկոսադրույք բարձրացնելուց հետո մնում է մեկ նորություն, որ կարող է շարունակական դարձնել դոլարի արժևորումը, դա որ Ֆեդերալ ռեզերվային համակարգը իր ուրեմն նիստերում կամ ելույթներում նախագահների շեշտի, որ հնարավոր է 3-ից ավել, 3 անգամից ավել բարձրացում, 4-5 անգամ այս տարվա մեջ, այդ դա կարող է արդեն լուրջ հիմնավորում լինել դոլարի արժևորման, հակառակ դեպքում բարձրացումից հետո մարտյան, եթե դա տեղի ունենա, առնվազն մի քանի ամիս մինչև մյուս հաջորդ բարձրացումը դոլարի արժևորման առանձնապես առիթ չի ունենալու, հատկապես երբ որ մենք տեսնում ենք, որ եւ Եվրոմիության եւ Մեծ Բրիտանիայի տնտեսություն, ընդհանրապես աշխարհի խոշոր երկրների տնտեսությունը սկսել են որոշակի ակտիվություն ցուցաբերել, վերադառնալ աճի ոլորտ, իսկ դա արդեն խոսում արեց, որ այդ երկրերում նույնպես հնարավոր է ուրեմն տոկոսադրույքների կենտրոնական բանկի քաղաքականության, դրան վարկային քաղաքականության կոշտացումներ։ Այնուհետև անդրադառնանք վաղվա նորություններին։ Վաղը նույնպես ունենք Չինաստանից նորություններ, իմիջիայլոց այսօրվա նորությունների հետ կապված տնտեսական լրատվություն չկար այդ նորությունը, ես ասեմ մեկ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր նոր համեցան մեր վեբինարին, անցնենք ուրեմն շարունակությանը, այսօր ուրեմն Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն էր ելույթով հանդես գալու եւ ֆինանսների նախարարության կողմից բավական լավացել են բրիտանական տնտեսության գնահատականները 18-19 թվականին տնտեսական աճն էր կանխատեսվում, եթե նախկինում 1.6 էր նոյեմբերին այդպես էր կանխատեսվում, ապա այժմ 2% տնտեսական աճ է կանխատեսվում այս տարվա համար։ Բացի այդ եւս ցուցանիշներ կան կախված արտաքին պարտքի կրճատման հետ, բյուջեի դեֆիցիտի կրճատման հետ եւ այլն, որը այս պահին, եթե տեսնում եք, կանգնեցրեց ֆունտի անկումը լայնամասշտաբ եւ հնարավոր է արդեն որոշակի գնումներ տեղի ունենան, մինչև հասկանանք ինչ է կատարում դոլարի հետ, իսկ դոլարի թուլացման պարագայում ֆունտը միանշանակ սկսի արժևորվել։ Այնպես որ բավական դրական ուրեմն ուղղություններ, չնայած ասեմ, որ դեռ ճնշումը կախված Brexit-ի հետ Մեծ Բրիտանիայում կա, այսօր ուրեմն վարչապետին մերժեցին, բարի երեկո, Աղո ջան, մերժեցին ուրեմն վարչապետին երկրորդ անգամ հանրահավաք ներողություն հանրաքվե անցկացնելու Brexit-ի հետ կապված հայցը, ոչ թե վարչապետն այլ ընդհանրապես այդ նախագիծը մերժվեց, բացի այդ վարչապետի ցանկացած նախագիծ, որը կներկայացվի ուրեմն Մեծ Բրիտանիայի սենատին, պետք է քննարկվի նոր հաստատվի, այսինքն կառավարությունը ինքնին չի կարող հաստատել այն կարգը, ձևը, ձևաչափերը Եվրոմիությունից դուրս գալու, ասեմ, որ այդ գործընթացը սկսվելու արդեն ապրիլի վերջից, որոշ գնահատականներով տևելու է 2 տարի, սակայն սենատը այստեղ ուղղակի մասնակցություն ունենալու եւ ամենայն դեպս կհետևենք այդ գործընթացին, հասկանանք ինչպիսի պայմաններով է Մեծ Բրիտանիան դուրս գալու, բայց այն փաստը, որ այսօր մերժվեց երկրորդ հանրաքվեն անցկացնելը, որոշակի ճնշում գործադրեց ֆունտի վրա, ֆունտ այդ պատճառով նաև անկում ապրեց, եթե նկատեցիք այսօր, սակայն արդեն ֆինանսների նախարարության լավ գնահատականները որոշակիորեն ֆունտին սատարեցին, չնայած ընդհանուր առմամբ ամբողջ ճակատով արժևորվում է Միացյալ Նահանգների դոլարը եւ դա առնվազն ուրեմն
ընթանա մինչև մի շաբաթվա վերջ, մինչև Ֆեդերալ ռեզերվային համակարգի նիստ ներողություն դա մի շաբաթվա վերջ է, ամսի 14-ը, 15-ը, մի շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի օրը արդեն պարզ կլինի եւ դոլարի ուղղությունը ինձ թվում է չորեքշաբթի օրվանից հետո կփոխվի առնվազն կորեկցիոն տարբերակով։ Ինչևէ, վաղը մոտ լուրերը սպասում ենք սպառողական գների ինդեքսի ցուցանիշը Չինաստանից, տեսնում ենք, որ որոշակի նվազումներ կան կանխատեսված արժեքի պարագայում էլ, բայց բոլոր դեպքերում այստեղ հնարավոր է դրական ցուցանիշը, բավական լավ ցուցանիշներ տեսնենք, որտեղ ամբողջ աշխարհում տեղի ունենում գնաճային երևույթներ եւ Չինաստանը չի կարող զերծ մնալ, առավել եւս եւ իր արտահանումը բավականին 15%-ով, եթե չեմ սխալվում, երեք մենք տեսանք, ներողություն ներմուծումը 18%-ով աճել է, այսինքն ներմուծվող ապրանքների ծավալը այդքանով աճել է, իսկ դա չի կարող չանդրադառնալ ընդհանուր գնաճի վրա։ Տեսնենք, գիշերը 5-ից կես առավոտյան ավելի շուտ կտեսնենք այդ նորությունները, վաղվա էական նորություններից են Եվրոմիության ուրեմն կենտրոնական բանկի նիստը, Մարիո Դրագի ելույթը 5.30% ադրույքների մասին ուրեմն զեկույցները ու շուկան չի սպասում այստեղ փոփոխություն, մենք նույնպես որևէ փոփոխություն այստեղ չենք տեսնի, սակայն հնարավոր է ուղեկցող ուրեմն հայտարարություններում անընդհատ տեսնենք այն միտքը, որ այս կայունությունը, այս աճը Եվրոմիության ցուցանիշների նկայում չէ, որոշ հանգամանքներ կան, ռիսկայնություն կա մեծ, բնականաբար Ֆրանսիայի ընտրությունն է քաղաքական ռիսկայնության մասով, կան նաև այլ ընտրություններ այս տարվա մեջ, մի խոսքով որոշակի մտքեր, որոնք կազդեն եվրոյի արժեզրկման վրա, ընդ որում դա այս պահին էլ ազդում է, այս նիստով պայմանավորված է եվրոն այս պահին անկում ապրում, բոլոր դեպքերում կենտրոնական բանկերին ձեռք է տալիս իրենց արժեքները իրենց ելույթների ժամանակ թեկուզ որոշակի պահով արժեզրկել, որտեղ տվյալ արժեզրկումով տնտեսությունը որոշակի ժամանակահատվածում ունենում է մրցակցային առավելություն, հենց ամբողջ այս փափուկ քաղաքականության իմաստն էլ Եվրոմիության այն է, որ Եվրոպային դա այդ մրցակցային առավելությունը, իսկ թվում է Ամերիկայի կոշտացումն էլ եւ դոլարի արժեզրկումն էլ է միտված դրան, որպեսզի աշխարհին, Ճապոնիային, Եվրոպային եւ այլ երկրներին թույլ տան դուրս գալ, այս լճացման վիճակից Ամերիկայի հաշվի նստեությամբ հանդիսանա շարժիչ ուժը Միացյալ Նահանգների տնտեսությունը, ընդհանուր առմամբ վիճակը դա է փաստում եւ ստացվում է այս արժեզրկումը տվյալ երկրների արժույթների, հանգեցնում է տվյալ երկրներում եւ գնաճային երևույթների եւ տնտեսական աշխուժացման, որը վերջիվերջո բերելու է այս փափուկ քաղաքականության վերջին, իսկ դա սկսի այդտեղ կազմակերպենք արդեն եվրոյի արժևորման սկիզբը։ Ամեն հավանականությամբ դա կլինի արդեն տարվա երկրորդ կեսից։ Սպասենք, տեսնենք ինչպիսի զարգացումներ կունենա մեր աշխարհի կյանքը։ Միացյալ Նահանգներից ունենք գների ինդեքսների արտահանման ներմուծման, այստեղ նույնպես հնարավոր է որոշակի դրական ցուցանիշներ եւ մեր շաբաթական երթական ցուցանիշը գործազուրկների նպաստների դիմումների հետ կապված, նպաստանալու համար տվող դիմումների վերաբերյալ վերջին մի քանի շաբաթում սա բավական լավ է դուրս եկել, հենց դրանով է պայմանավորված այն, որ շուկաները սպասում էին այսօրվա ոչ գյուղատնտեսական ոլորտում ԱԴՊ-ի կողմից թողարկվող ուրեմն ցուցանիշին լավ, ոչ իհարկե ոչ այսքան լավ, եւ սպասում են նաեւ ուրբաթ օրվա ՆՖՊ ցուցանիշների գործազրկության ընդհանուր առմամբ աշխատաշուկայի ցուցանիշների լավ արդյունքների։ Ինչևէ, այս պահին ունենք այսքան ինֆորմացիան ընդհանուր առմամբ ամբողջ ֆոնը դոլարի արժևորումն է դեռ, ես կրկնում եմ, դա եթե ուրբաթ օրը մենք չտեսնենք ինչ-որ տարբերություններ, էական տարբերություններ կախված ուրեմն աշխատաշուկայի հետ, ապա դոլարի արժևորումը կշարունակվի մինչև FRS նիստը, որտեղ երկու սցենար ունենք, բնականաբար, մեկ այն, որ հնարավոր է տոկոսադրույք
չբարձրացվի, շատ քիչ հավանականություն կա արդեն այսօր, որովհետև գրեթե 90%-ով ուրեմն շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացմանը, եւ երկրորդը, որ արդեն իսկ այս արժեվորումների մեջ ներառված է այդ տոկոսը, 90%-ը, եթե մի քիչ լավ ցուցանիշ լինի ուրբաթ օրը եւ եւս արժեվորվի դոլարը, ապա գրեթե 100%-ով դոլարի արժեվորումը այս պահի գրանշումների մեջ ներառված է, 90%-ադրույքի բարձրացումը արժեվորմամբ ներառված է, հետեւաբար տոկոսադրույքի բարձրացումից հետո ըստ իսկ այդ զանգվածային ֆիքսումներ կլինեն դիրքերի, որը կհանգեցնի խորքային կոռեկցիայի եւ դոլարը առնվազն կոռեկցիոն մակարդակով կարժեզրկվի։ Չբարձրացնելու դեպքում մի քանի անգամ ավել արագությամբ դոլարը կարժեզրկվի։ Այնպես որ ուրբաթ օրվա նորությունները կարևոր են, միջերս նաև զգույշ լինենք մեր դիրքերում մինչև ուրբաթ եւ սպասենք նորությունից հետո արդեն ուղղություն հստակ կունենանք, առավել ևս չորեքշաբթի օրը մի շաբաթ արդեն կհասկանանք ինչ ուղղությամբ է շարժվում շուկան։ Եթե ֆունդամենտալ մասից չունենք հարցեր, անցնենք տեխնիկական վերլուծությանը։ Այսպիսով, միջոց հարցերի դեպքում խնդրում եմ վերևում ունենք ցախանկյունում chat, դուք գրեք, ես ընթացքում կանդրադառնամ անպայման։ Այսպիսով եվրո դոլար։ Ինչ ենք մենք տեսնում, աշխատել է մեր երեկվա սել դիրքերը, 3 սել ստոպ ունենք, ուրեմն լուծը, կարմիր զոնա, 0-ից անցում AC-ով այս պայդրությամբ աշխատած են, 1 սել ստոպ ունենք երեք չառաջովա տեղափոխված կարմիր զոնայից, բոլոր ստոպ լոսերը գտնվում են ոչ ճշմարիտ, սակայն բայ ֆրակտալ այս պայդրությամբ մաքսիմումի վրա, դա ամսի 6-ի մոմիկն է, եւ սպասում ենք գնում ենք ներքև, եվրոյի ուղղություն ներքև է։ Այսօր կարմիր զոնայի որևէ ուղղություն չունենք, հակառակ երկու սյունակներն էլ ԱՕ-ով եւ AC-ով կանաչ գույնի են, չունենք ավելացման տեղ, ունենք հետաձգված ուրեմն պատվերներ, այսինքն ատլոժնի օրդերը ամսի 3-ի մոմիկի մինիմումի տակ, դա 0-ից անցումն է AC-ով, իրելուց դա արդեն իսկ աշխատել է երեկվա մոմիկով, սա կարող ենք անել, այսինքն հերթական աշխատել է, ես ամես պետ չի, եւ ֆրակտալային սել ստոպեր եւ լուծը սիգնալները լուծեն նույնպես աշխատել է երեկվա մոմիկով, ընդհանրեն ունենք ֆրակտալային եւս 1 սել ստոպ, այսինքն չեն կրկնում մեր սիգնալները, եթե կա նախկինում, սակայն չի աշխատում, իսկ հետո ավելի լավ դիրքից նույն սիգնալից լինում է, նախկին սիգնալը դուրս են կանում, այսինքն օրինակ եթե հիմա նաև լինի նոր սել ֆրակտալ, այս ֆրակտալի բայստոպը կօպտիմալացնենք, դեպք բերենք նորի տակ եւ այն արդեն չի աշխատի որպես սել ֆրակտալ։ Այս բան սել ֆրակտալը մեր ամսի 2-ին է մարտի, այստեղ 1 սել ստոպ ունենք 4 սել դիրքերով, որոնց ստոպ լոսերը գտնվում են ամսի 6-ի մաքսիմումի վրա։ Սպասում ենք զարգացումներին, ամենայն հավանականությամբ մենք կտեսնենք մինիմումների սարքենք ներքև, կունենանք շրջադարձային մոմիկ, որից հետո տեղաշարժվենք վերև, բոլոր դեպքերում չգուշակենք, տեսնում եք ուրբաթ օրվա մոմը ամբողջ այս տանջանքը եվրո ծախողների իջիկ է դարձնում, եւ ոչ միայն ուրբաթ օրվա մոմը, գրեթե այդպիսի մոմեր շատ են հանդիպել այս տարվա 2-3 ամիսների ընթացքում, սա փաստը, որ շուկայում կան խոշոր գնորդներ եւ ամեն մի գնի անկման հետ նրանք գնում են միանգամից, դա փաստի նաև այն, որ սպասում են խոշոր խաղացողները եվրոյի արժևորմանը, այնպես որ մենք նույնպես ունենք երկարաժամկետ առումով, ցույց եմ տվել, սա շաբաթական գրաֆիկն է, այստեղ կա դիվերգենս, այստեղ կան աշխատած դիրքեր, շաբաթական առումով, որը բնականաբար ավելի վստահելի է, ավելի ուժեղ սիգնալներ են եւ այդ դիրքերը աշխատել են դեպի վերև վայողությամբ, սպասենք հերթական նորություններին, որոնք որոշակի շարժ կապահովեն, ամեն դեպս այս բանը սպասում ենք ներքև եվրոն,
նոր երևի թե կբարձրանա։ Բոլոր դեպքերում ունենք սև դիրքերը, ստոպ լոսը կա, բայ համար ունենք բայ ֆրակտալ, ամսի 2-ի մաքսիմումն է, ամսի 2-ի մոմի մաքսիմում վերևից եւ սպասենք այս բայ դրությամբ։ Ֆունտը որևէ նոր սիգնալի տեղ մեզ չի տվել, ես վերջի 2 օրը սակայն ունենք բավական սելեր, բոլոր նշանների մեջ են գտնվում, մեր ստոպ լոսը կարող ենք արդեն տեղափոխել, չնայած գրեթե նույն մակարդակն է, մի քանի փունջ ներքև, ամսի 6-ի մոմի մաքսիմումի վրա, բոլոր դիրքերը այսպես էլ եմ ասում, շահույթով են, աշխատում են, տեսնենք ինչ զարգացումներ կունենանք։ Ուզում էր այս մոմիկը շրջադարձային ինչ-որ տեսք ստանալ, սակայն չէ, իշում է ներքև ֆունտը, բայ համար որևէ դիրք տեղ չունենք, սիգնալային, այսպես միայն ուղղությունը սել է, նույնիսկ կարմիր զոնա չի տվել մեզ, նոր դիրքերում ունենալու համար, մի խոսքով, ոչ սելի նոր դիրք ունենք, ոչ բայ, ունենք բացված սել դիրքեր, 7-8 դիրք, որոնք այսպես աշխատում են, սպասենք այստեղ նույնպես զարգացումներին, ֆրանկը մեզ կանաչ զոնայի աշխատանքներ է տվել, ֆրակտալ է տվել աշխատող և նախկին և այնուհետև ձևավորված կանաչ զոնայի առաջին օրներ ամսի 3-ը չաշխատեց, սակայն այստեղ կար բլուցեի բայը մնաց, ամսի 4-ը երկրորդ օրներ տեղափոխված կանաչ զոնան աշխատեց, ամսի 7-ը ներողություն, ամսի 6-ը երկրորդ օրներ կանաչ զոնայի, ամսի 7-ը երրորդ օրն է, որտեղ մեր բայ ստոպն է դեռ չաշխատած, մնացած բայերը արդեն աշխատել են ամսի 7-ի մոմիկով, եթե չաշխատի, այն կտեղափոխենք այսօրվա մաքսիմումի վրա, որպես տեղափոխված կանաչ զոնայի, ուրեմն բայ ստոպ, բայերը բավական շատ են, ստոպ լոսն էլ կարող ենք մի քիչ էլ բարձրացնել, բերենք ուրեմն ամսի 7-ին է 6-ի մինիմումի տակ, սելի համար ունենք սել ֆրակտալ, դա փետրվարի 16-ի մոմն է, իր մինիմումից սել ստոպ ունենք դրված, մնացած ուղղություններով դեռ ֆրանկը բայ է ցույց տալիս մեզ, բավական բայեր ունենք բացված, սպասենք, տեսնենք ինչ կտա մեզ այս ակտիվը, դոլար կանադական դոլարը, խնդրեմ գեղեցիկ ուղղություն, բայ ուղղություն, այսօր աշխատեց կանաչ զոնայի վերջին մոմը, նաև աշխատեց ֆրակտալային բայ ստոպը, մնացած բոլոր բայերը նախորդ ֆրակտալից սկսած աշխատած են, այս պետության բոլորը գեղեցիկ շահույթների մեջ են, ստոպ լոսը կարող ենք մի քիչ, մի քանի փունջ բարձր ամսի 6-ի մոմիկի տակ տեղափոխել արդեն, այլևս տեղ չունենք որևէ սիգնալային բայ ստոպ տեղադրելու, այնպես որ սպասում ենք սել ստոպը բավական հեռու է, ամսի 24-ի մոմիկի մինիմումից, սել ստոպ ունենք դրված, շատ ակտիվ տեմպերով բարձրանում են վերև, այս աճին, այս մոմին, այս պահին նպաստեց բնականաբար նավթի անկումը, որը մենք արդեն երկրորդ ամիսն է սպասում ենք, դեռ կանդրադառնանք նավթի շուկային, տեսնենք ինչպիսի զարգացումներ կունենա շուկան, երկու ուղղություն կա այստեղ, երկու ազդեցիկ ուրեմն գործոն կա, մեկը որ դոլարն է արժևորվում, մյուսը որ նավթի գներն են անկում ապրում, երկու գործոնով պայմանավորված կրկնակի անգամ դոլար կանադական դոլարը աճ է ապրում, դոլարը ենան, մեր մեկ սել դիրք ունենք, որի ստոպ լոսերը գտնվում են ամսի 3-ի մաքսիմումի վրա, դեռ չենք հասել, դա նաև տեղ ֆրակտալն է մեր գտնվում, բայ ստոպ ունենք տեղափոխված երեկվա մոմի մաքսիմումի վրա արդեն աշխատել է, բայեր շատ ունենք, բոլոր բայերի ստոպ լոսը տեղափոխել ենք ամսի 6-ի մինիմումի տակ, բավական մոտիկ, բավական նեղ դիապազոն է յենի համար ստեղծվել, մի կողմից այսօրվա նորությունը և շուկայի անորոշությունը ճնշում է ուրեմն գործադրում, չի թողում իրեն արժեզրկվի, իրեն գնում են, մյուս կողմից է դոլարն է արժևորվում և իրենը չի կարողանում ուղղակիորեն արժևորվել, դոլարի ենը գնում է վերև, ամենայն դեպս ուղղությամբ այն վերև է, վերևի սիգնալներն ավելի շատ են, քան ներքևի, ներքևից մեկ սել ունենք ընդամենը աշխատած, վերևից 4 բայ, 5 բայ ներողություն,
Չէ, այսինքն այսօրվա 1, 2, 3, 4, 5 բայ, ճիշտ եմ ասում, բայ ֆրակտալը դեռ չի աշխատել, ֆրակտալից ունենք մեր բայստոպը, դեռ չի աշխատել, սպասենք, տեսնենք թարմացնի արդյոք ֆրակտալը, թե ամեն դեպս բայերը ստոպով կփակվեն, որը շատ թոքր են որում, ստոպերը բավականին մոտիկ են բայերի համար, և կշարունակենք մեր սել ուղղությունը։ Սելի համար ունենք սել ֆրակտալ և 0-ից անցման 2 սել ստոպեր ունենք ամսի 28-ի մոմի մինիմումից։ Այնպես որ այստեղ իրավիճակը նույնպես թեժ պայքարի մեջ է, սպասենք վերջնական և հստակ ուղղության ձևավորման, հասկանանք ինչ է կատարվում։ Բոլոր դեպքերում, եթե նայում ենք շուկայում տրենդի ուղղության գտնելու, փնտրելու վիճակներում այսպես շուկան գտնվում։ Խնդրեմ աշխատել է երեկվա մեր դրած սիգնալները ավստրալիական դոլարից, կարմիր զոնան չի թողել աշխատենք ավստրալիական դոլարի շուկան, սակայն մենք երեք չէ առաջ օրվա ամսի 6-ի մոմիկը մեզ տվել էր 0-ից անցում AOI-ով և ամսի 3-ի մոմիկը ֆրակտալային էր, այսինքն երկու լավ տեղ էին տվել մեզ սել մտնելու, սել ստոպեր տեղադրեցինք 3 և այսօր խնդրեմ այս արմում աշխատելը, երկու ուրեմն սել ստոպերն էլ վերցրած, իջնում ենք ներքև, բայի համար ունենք բայ ֆրակտալ, սելի համար այլևս տեղ չունենք, երկու դիրքն են ընդամենը մեր, որը աշխատում է, հնարավոր է վաղ մյուս օրը սյունակներից մեկ ացեի կարմրի և մենք սկսենք նոր կարմիր զոնա այստեղ աշխատել։ Այս պայդրությամբ երկու դիրք ունենք աշխատած, դեռ նոր սկսում ենք զարգացնել սելը, միջև այս ավստրալիական դոլարը մեզ հնարավորություն չտվեց վերևից ավելի իր սելը աշխատել, բոլոր դեպքերում այս բան ունենք այն ինչ ունենք, վատ դիրքեր չեն, խնդրեմ Նոր Զելանդական դոլարն է, աննահանջ իջնում է շատ ակտիվ, մեր բոլոր դիրքերը 1, 2, 3, 4, 5, 5-րդ օրը մեր կարմիր զոնայի արդեն իսկ աշխատել է և 3 ինչու չենք 1, 2, 3, 4, 5 ճիշտ է 5-րդ օրն արդեն վերջին սել ստոպն է աշխատել մեր այսքան սելեր են հավաքված մեզ մոտ բոլորն էլ շահույթների մեջ իջնում ենք ներքև այլևս տեղ չունենք ավելացնելու, սա իդեալական վիճակն է, կարմիր զոնան ամբողջությամբ աշխատում է, մեր ստոպ-լոսը կարող ենք տեղափոխել կամ ամսի 6-ի մաքսիմումի վրա, կամ ամսի ուրեմն 7-ի, եկեք 6-ի այս պայդրությամբ կտեղափոխենք, վաղ արդեն ամսի 7-ի և այդպես օպտիմալացնելով իջնենք ներքև, ասեմ ամենաբարձր դիրքը մեր այս բուրգի գտնվում է այստեղ և այս պայդրությամբ 270 պունկտ ամենաբարձր դիրքից ունենք շահույթ, դա տեղափոխված կարմիր զոնաներ և աշխատեց ամսի 24-ի մոմիկի մինիմումից, այնուհետև ավելացումներ են ամբողջը, չհաշվենք քանի դիրք 10 հատ և ավել ինձ թվում է այստեղ կա և բոլորն էլ աշխատում են, բոլորն էլ շահույթների մեջ գումարային առումով 1000 պունկտն արդեն անցել ենք։ Ոսկին նույնպես աննահանջ իջնում է ներքև, ոսկին աշխատեց դիվերսելը, աշխատել է երկրորդ մուդրեցը, աշխատել առաջին սիգնալը, 3 սիգնալներով սել ենք իջնում, կանաչ զոնան ոսկու տեղափոխում ենք երեկվա մաքսիմումի վրա, վաղ տեղափոխենք այսօր մաքսիմումի վրա, ստոպ լոսը դեռ մնում է ամսի 6-ի մաքսիմումին, վաղ արդեն տեղափոխենք ամսի 7-ի մաքսիմումին, որևէ այլ սել սիգնալ ոսկուց 3 սիգնալներով իջնում ենք ներքև բայի համար ունենք բայ ֆրակտալ և տեղափոխված կանաչ զոնայի ուրեմն բայ ստոպ ունենք, սպասենք այստեղ նույնպես գեղեցիկ ուղղություն է զարգանում, իհարկե ըստ սա ամենահավանականությամբ կարող կոռեկցիոն լինել, սա A-ն է, այնուհետև B-ն, հետո C կիջնենք, նոր կշարունակենք մեր բայ ուղղությունը, բայց դա նույնպես քիչ չի D1 ինտերվալով բավական մեծ շարժ է տալիս, մեր շրջադարձային մոմիկից առ այս պահը արդեն 400 պունկտ շահույթ կա, դա քիչ չի,
եւ հնարավոր է C-ի միջև տակը 1000 պունկտ առնվազն անցնենք։ Նույն իրավիճակն է արծաթի մոտ ուղղակի մեր շրջադարձային մոմիկը մի քիչ ստրատեգիայով չաշխատեց, երկրորդ օրը մաքսիմում պետք է աշխատեր, չաշխատեց, սակայն աշխատեց կարմիր զոնան, այստեղ Եվանցումը 0-ից AC-ով աշխատեց կարմիր զոնայի երկրորդ օրը, այնուհետև աշխատեց երրորդ օրը, խնդրեմ, այստեղ նաև դիվերսել սիգնալեր Կարմիր զոնայի երկրորդ օրվա մոմիկը սել ստոպը տեղափոխեցինք ամսի 6-ի մինիմումի տակ, աշխատեց, նա նաև երկրորդ մուդրեց էր որպես այդպիսին, այստեղ ինչու չենք երկու սել ստոպի նշանդել, երկու դիրք է աշխատել ամսի 6-ի մինիմումից, երրորդ դիրքը որպես կարմիր զոնայի երրորդ օր ներողություն 4-րդ օրը աշխատել է երեկվա մոմիկի մինիմումից սել դիրք, այստեղ նույնպես ունենք հետաձգված կանաչ զոնայի օրեր, տեղափոխում ենք արդեն երեկվա մաքսիմումի վրա, տեղափոխենք վաղ արդեն այսօրվա մաքսիմումի վրա, բայց ստոպը, սակայն մեր բոլոր սել դիրքերը շահութերի մեջ են, ասում ես բան 450-470 պունկտ առաջին դիրքից մենակ շահույթ կա, ստոպ լոսը ամսի 6-ի մոմիկի մաքսիմումին, տեղափոխենք ամսի 7-ի մաքսիմումին, Բայ համար 3 բայ ստոպեր ունենք ֆրակտալի վրա, կանաչ զոնա, անցումը 0-ից, բլուց է, 3 բայ ստոպեր և կանաչ զոնայի 1 մոմը, 1 բայ ստոպը մենք տեղափոխել ենք արդեն, մենք այսօր 1 կհանենք, 2 բայ ստոպ ունենք ֆրակտալից, այդ երորդը արդեն 3 մոմիկի մաքսիմի վրա է, բնականն է չի աշխատի այսօր տեղափոխենք այսօրվա մոմիկի մաքսիմումի վրա այնքան միջև բայողությունը մեր կաշխատի։ Սա ոսկին է, սա արծաթն է, բավական գեղեցիկ աշխատում են, խնդրեմ սա նավթն է։ Նավթից ունենք 1 սել ֆրակտալ, 1 բայ ֆրակտալ ու հերթական անգամ 3 չենք սպասում, որ որևէ ուղղություն կունենանք, ասում ենք ֆլետը դեռ շարունակում է, բայց չէ, զարգանում է, զարգացել է արդեն սել ուղղությունը այստեղ ունենք որոշակի մի թեթև պազեժ կա, սոտամանտեր 51-40, 51-30, որը ստիս կծակենք դեպի ներքև ու կշարունակվի մեր սել ուղղությունը։ Եվ այսպիսով այսօրվա մոմը մեզ կտա ևս երկու հնարավորություն սել ստոպ դնելու, նախ առաջինը դա կարմիր զոնան է, երկրորդը բլուց սիգնալն է, AC-ով, խնդրեմ երկու սել ստոպ դնելու հնարավորություն ունենք, եթե 3 մեկ մի քիչ խորանանք, այ երեկվա մոմիկի մինիմումից կարելի է ևս 1 ստոպ դնել, սել ստոպ ուղղակի մենք արդեն աշներս վախեցած էր 2 ամիսը մենք գտնում ենք ֆլետի մեջ, ոչ մի ուղղություն չէր աշխատում, այստեղ կար անցումը 0-ից օյով, բայց քանի որ դա չենք դիտարկել, չենք դնի նշանը, այսպիսով այս մոմը թույլ կտա ևս 2 սել ստոպ դնելու, ուրեմն մեզ այնպես որ ուշադիր եղեք, մոմը փակվելուց հետո մինիմումից 2 սել ստոպ կդնենք եւ սպասում ենք ներքև նավթը ոնց որ թե սկսեց կողմնորոշվել եւ այն ուղղությամբ ինչին դեռ սպասում ենք փետրվարի սկզբներից կասեի այսօր նոր սկսել աշխատել նույնն էլ բրենդի մոտ է սել ֆրակտալն է մեր աշխատել դուրս եկել այսնեղ դիապազոնից խնդրեմ դիապազոններ գծել են 3 ճղայնացած սպասում ենք դուրս գալու, իջնում ենք ներքև, մեր ստոպ լոսերը գտնվում են երեկվա մոմիկների մաքսիմումի վրա և բրենտից և WTI-ից երեկվա մոմիկի մաքսիմումի վրա է ստոպ լոսերը դեռ գտնվում, վաղվա մոմը այստեղ նույնպես թույլ կտա մեզ 2 սել ստոպ դնելու, AC-ով բլուցը և կարմիր զոնա, ովքեր աշխատում են բրենտով, խնդրեմ, ունենք այդ հնարավորությունը, իջնում ենք ներքև, հուսանք նավթը մեզ բավական շահույթներ կտա։ Այդքան է հիմնական ակտիվներից, սակայն հետարքիր ուղղություններ ունենք նաև մեր մյուս ակտիվների մասով, ինդեքսներին անդրադառնանք, սպասում ենք բավական երկար ժամանակ, սպասում ենք այս անկմանը, Dow Jones-ն է, խնդրեմ, Dow Jones S&P-ն ուղղակի չենք դիտարկում ենք այս պահին, եթե աշխատող S&P-ն նույն պատմությունն է, երկրորդ մուդրեցն է
այսօր ձևավորվում, սակայն երեկվա մոմը մեզ տվել է diversal signal, ունենք այդ սիգնալը, աշխատում է այդ սիգնալն արդեն, stop loss-ը գտնվում է մեր մաքսիմումների վրա, ամսի 2-ի մոմի վրա, այսօրվա սիգնալը կլինի երկրորդ մոդրեցի սիգնալ, եթե մոտիկ է երեկվանին, սպասում է շուկան ինչ-որ կահավիժման, ևս մեկ sell stop այստեղ կդնենք, հետարքիր չի ուզում ֆոնդային շուկան իջնել ներքև, բնական է լավ վիճակում է գտնվում ամերիկյան տնտեսությունը, բայց գիտենք, որ ոչինչ հարատև չի և առավել ևս աճը չէ կարող առանց կորեկցիայի գնալ, պատրաստվում է ինչ-որ բան շուկայում, չգիտենք այդ ինչ-որ բանը երբ տեղի կունենա, ինչպես ասենք նավթի շուկայում չգիտենք, թե երբ այս ճեղքումը տեղի կունենա և մենք տառապում ենք 2 ամիս, անընդհատ որոշ չափով նաև մինուսներ, վնասներ ունենալով, բայց խնդրեմ, այստեղ նույնպես ինչ-որ իրավիճակ է զարգանում, դիվերգենցիա կա, diversal signal ունենք մեկ դիրք աշխատած արդեն, այսօրվա մոմը տալիս է մեզ ևս մեկ սիգնալ սել դնելու համար և ամեն հավանականությամբ այս մոտակա օրերին մենք իջնենք ներքև առնվազն կորեկցիոն ուղղությամբ, DAX-ը նոր արդեն տալիս է մեզ առաջին կարմիր սիգնալը, վաղվա սյունը եթե լինի երկրորդը, այստեղ նույնպես կունենանք երկրորդ սիգնալ, մեզ համար diversal signal, այնուհետև երրորդ սյունակը կտա մեզ երկրորդ մուդրեցը, այսինքն 2 sell signal, մի քիչ ուշացնում է, բայց DAX-ը նույնպես կհետևի ըստ Dow Jones-ի օրինակին և իջնենք ներքև, սա նշանակում է, ես ասել եմ և էլի կասեմ, դոլարի ճակատային արժեզրկում ողջ ճակատներով դոլարը պետք է իջնի, սա միայն ու միայն եթե սա աշխատեց, ֆոնդային շուկան սկսեց անկում ապրել, դոլարին միայն արժեզրկումն է սպասում այդ բարակայում, DAX-ի իջնելը եվրոյի արժևորում է բերելու։ Սա NASDAQ-ն է, NASDAQ-ը որևէ հստակ սիգնալ այս պայդրությամբ չունի, սպասենք այստեղ նույնպես։ Մեքսիկական պեսոն, ուրեմն սելերը բավական շատ հավաքաձև աշխատում են, կարմիր զոնայի զարգացել երեգերբելուց են, եթե չի աշխատել այն տեղափոխել ենք այսօրվա մոմիկի մինիմումի տակ, ոնց որ թե ևս մեկ անգամ այդ մինիմումը չենք ծագել, տեղափոխենք երեկվան եղած մոմիկ մինիմում տակ էր, որտեղ մենք հաշվենք առ որ մի քանի պունկտ մինիմումից ներքև ենք դնում sell stop-ը, հնարավոր է աշխատած չլինեն, հանրային դեպս կտեղափոխենք այսօրվա մոմիկի մինիմումի տակ և այստեղ կա ևս մեկ sell stop, 2 sell stop այսօրվա մոմիկի մինիմումի տակ, կարմիր զոնայի։ Եվ սպասենք պեսոյից, սպասենք մեր հերթական շահույթներին, կարող է և այսպիսի մի գեղեցիկ անակնկալ ևս մատուցի, մի 5-600 պունկտ մի անգամից, իհարկե այստեղից սկսած, իսկ որ վերևից սկսենք, նրանք հզած այլ թվերի մասն է խոսքը, առաջին դիրքից, ովքեր իհարկե կհամբերեն կպահեն, այս պայդրում 2400 պունկտն ու 1300 պունկտ է, 0.1 լոտով, 1 պունկտը 1 դոլար հաշվարկով, 1400 պունկտ է սա առաջին դիրքից, մենակ մեկ դիրքից, ասեք քանի ավելացումներ այստեղ ունենք, ավստրալիական դոլար, նորզելանդական դոլարը հերթական և 4-րդ օրն է աշխատել կանաչ զոնայի, խնդրեմ 5-րդ օրը այսօր է լինելու, այստեղ էլ աննահաճ բարձրանում ենք վերև, ավստրալիական դոլար, նորզելանդական զույգն էլ եմ ասում, ստեղ մենք ուղղակի չկարողացանք չտեսանք, տնեն ավելի ներքևից բռնելու, բայց կանաչ զոնան ամբողջությամբ աշխատել ենք, ստոպ լոսերը արդեն բոլոր դիրքերի կարող ենք տեղափոխել ամսի 6-ի մինիմումի տակ, դեռ աշխատում է ուղղությունը դեպի վերև, բոլոր դիրքերը շահույթների մեջ են, եվրո-կանադական դոլարն է, խնդրեմ, բայֆրակտալն է ձևավորվում, եթե այսօր չծագենք մաքսիմումը, ապա վաղը այստեղ կունենանք բայստոպ, սակայն ունենք կանաչ զոնայի բայստոպեր, առաջին օր, երկրորդ աշխատել է ամսի 2-ին, երրորդ օրն է աշխատել, այստեղ նաև կանցում ԱՕ-ով, 4-րդ օրվա բայստոպն է, որը չի աշխատել, որը աշխատել է արդեն երեկվա մոմիկի մաքսիմումից, խնդրեմ տեղափոխված, և մեկ բայստոպ կարող ենք տեղադրել վաղը, ուրեմն
ֆրակտալային բայ ստոպը այստեղ։ Մնացած բոլոր բայերը այս բայ դրությամբ աշխատում են։ Այլ բայ դիրք չունենք, գնում ենք վերև, սա նույնպես շատ գեղեցիկ ակտիվ է, թե աշխատում է տալիս բավական շահույթներ, առաջին դիրքից 350 պունկտ շահույթը եվրո-կանադական դոլարն է ասեմ, եվրո-ավստրալիական դոլարը նույնպես այսօր ուշադիր լինենք, կանադզոնա բլուց է, երկու բայ ստոպ դնելու հնարավորություն է տալիս այսօր մաքսիմումից, բացի այդ նոր բայ ֆրակտալ է ձևավորել ոնց որ թե վաղը կերևա, ինչու՞ չէ այդ մեկ բայ ստոպ նոր կանադզոնա ենք այստեղ հասցրեն սկսում ակտիվացնել ու շարունակել մեր բայ ուղղությունը։ Եվրո նոր զելանդական դոլարի մասին էլ չասեմ, գեղեցիկ աշխատանք, մեկ, երկրորդ օրն է, երրորդ, այստեղ ուղղակի մենք շատ չենք մանրամասնել, երրորդ օրն է բայն աշխատած, մեկ, երկուս, առաջին օրը, ներողություն, այստեղ մեզ կանանձոնը չի տվել, առաջին օրը եղել է ցածր, կարմիր գծից, այստեղ ունենք անցումը AC-ից, բայ ստոպ ամսի մեկին և անցում պետք է ունենանք AOI-ով, այստեղ է մեր մյուս բայ ստոպը, ստոպ լոսերը արդեն բոլոր դիրքերի համար կարող ենք բերել բավական լավ դիրք, ամսի 6-ի մաքսիմումն է, ափսոս նայեք այստեղ կանանձոնայի հնարավորություն չի տվել մեզ աշխատելու, քիչ դիրքեր ունենք ակտիվացած, բայց բոլորն էլ շահույթների մեջ են, քիչ հարաբերական է, առաջին դիրքը որպեսզի աշխատեր, սպասել ենք 10-12 օր, սակայն այս պայդրությամբ 550 պունկտ այստեղ միայն առաջին դիրքը ունի շահույթ, միայն առաջին դիրքը, ընդհանուր այս ակտիվը 1000 պունկտից ավել այս բային շահույթ է տալիս մեզ, ավստրալիական դոլար իենան սել ուղղությունն է զարգացնում, ֆունտ իենան ֆրակտալ ենք ծակել, այսօր կարմիր զոնա և բլուց է սել, երկու սել ստոպ այս արմոմիկի տակից, ովքեր դիտարկում են ֆունտ իենան, ուշադիր եղեք, սել ուղղություն կա, ընդհանուր առմամբ իենայի ուղղությունները ես երբ որ նայում եմ, բոլորը սել են, սա ամեն հավանականությամբ իենայի արժևորում է նշանակում, բոլոր ճակատներով նոր զելանդական դոլարն ու ճապոնական իենան, խնդրեմ, ես 10 օր այստեղ չի աշխատել, ավելացել եմ դիրքեր, վերև ներքև, ֆլետ ու խնդրեմ, անգամից 200 պունկտ աշխատել է, աշխատում է ու շարունակում է դեպի ներքև իջնել, բոլոր դիրքերը գեղեցիկ շահույթների մեջ է, մեր ստոպ լոսերը կարող ենք արդեն բերել շատ դիրքերի համար անվնաս մակարդակ ամսի 6-ի իջնում ենք ներքև։ Մի խոսքով այստեղ նույնպես հետարքի իրավիճակներ են, հետևեք, ֆունտ իենան նոր է սկսում կարմիր զոնան, նոր է ֆրակտալ ծակել դեպի ներքև, ստոպերը բավականին մոտիկ են, այնպես ոչ իրական ֆրակտալի մաքսիմում են, կարող ենք նաև տեղափոխել ամսի 3-ի մաքսիմումի վրա ստոպ լոսերը, սա ֆունտ իենան է, հավելորդ գծերը չնջեն որպեսի չխանգարի մեզ, այսօր մոմիկը մեզ տալիս է կարմիր զոնա և բլուց է սիգնալներ AC-ով, երկու սել ստոպ դնելու հնարավորություն, աշխատենք այստեղ որտև շարժը բավականին ուժեղ է լինում և մեծ շահույթներ է տալիս ֆունտ իենան, սպասենք զարգացումների, ֆոնդային շուկայից կուզենայի երկու ուրեմն ակտիվ դիտարկենք, Facebook-ի արժեթղթերն են և PayPal-ի արժեթղթերն են, այստեղ ես շրջադարձային մոմիկ եմ ուզում նշենք, որի տակից դնենք սել ստոպը, դիվերգենցիան արդեն նշել եմ, տեսնում եք, որի տակից դնենք սել ստոպը, ամենայն հավանականությամբ սա ինձ ֆոնդային շուկայի ասում վերելքի վերջն է, որովհետև եթե ընդհանուր ինդեքսները արդեն պատրաստվում են իջնելուն, առանձին դրա մեջ մտնող բաժնետոմսերը չեն կարող գնանքում չունենալ և խնդրեմ կա նշան, նախնական նշան, հնարավոր պոտենցիալ սել ուղղություն զարգացնելու նշան, այն կլինի հաստատված, երբ որ մենք ֆրակտալ կծակենք, մեր սել ֆրակտալը բավականին հեռու է,
Այնպես որ շրջադարձային մոմիկ ունենք, կարող ենք այն դիտարկել, սել ստոպ դնել և սպասել սել ուղղության։ Apple ընկերությունը այստեղ շրջադարձային մոմիկ ունեինք արդեն աշխատած, սակայն գինը բավական հարմար տեղում է, կարող ենք այստեղից սել մտնել այս պահի դրությամբ, ստոպերը եւ այս ստոպերը ֆրակտալի մաքսիմումին, հակառակ դեպքում է վնասը հետ բերելու համար, բայց ստոպը դնում ենք, եթե աշխատում է, ապա վնասի չափով փակվում ենք վերևում, այնպես որ մեկ սել ստոպ ունենք, սել դիրք ունենք այստեղ որպես ուրեմն շրջադարձային մոմիկ, ամսի 2-ի մոմիկն է, ունենք նաև դրանից հետո ձևավորված diversal signal, խնդրեմ երեկվա մոմիկն է և երկրորդ մուդրեց, երկու սել ստոպեր, մեկը երեկվա, մյուսը արդեն վաղը կդնենք այստեղ մոմիկի տակ, գրեթե նույն մակարդակից 3 խոշոր սիգնալներ ունենք սելին, էլ եմ ասում, սա Apple-ի բարենետոմսերի գինն է և հնարավոր է մենք ունենանք այս անկումը Honda-ի շուկայից, ովքեր ուշադրություն կդարձնեն, հետևեք, տեսնենք, եթե ոչ, ապա այս ստոպերը մեր բայֆրակտալին են, այնտեղից կգնա երևի մեկ բայ ուղղություն, բայց ամեն ինչ հուշում է մեզ, որ մեծ հավանականություն կա արդեն ուղղությունը փոխելու դեպի ներքև։ Ասեմ, սա նաև դոլարի արժևորմամբ կարող պայմանավորված լինի, որտեղ տոկոսադրույքի բարձրացումը, գիտենք, տոկոսադրույքը դա արժույթի գինն է, ըստ էության փողից հրաժարվելու գինն է, եւ որքան բարձրանում է, այնքան փողից հրաժարվելու գինն է բարձրանում, մարդիկ ուզում են արդեն փողով պահել, իրենց որտեղ ամենաշատ իրացվելի ակտիվը, ասենց ասեմ, արժույթը, հետեւաբար թանկանում է Միացյալ Նահանգների դոլարը տոկոսադրույքի բարձրացմամբ կուզենան վաճառել իրենց բաժնետոմսերը պահելու համար արդեն Միացյալ Նահանգների դոլար, այնպես որ այդ վաճառքը համընդհանուր առումով կհանգեցնի արժեթղթերի գների նվազման։ Այսօրվա համար այսքանը, բավական ծավալուն վերլուծություն արեցինք, հասանք մինչև բորսաներ, ֆոնդային շուկաներ, եթե հարցեր կան, խնդրեմ։ Եթե ոչ, խնդրեմ, եթե ոչ, ապա կհանդիպենք վաղը մեր ժամին 21:00-ին, համեցեք, մի ուշացեք ժողովուրդ ջան, բոլորին շահույթներ եմ ցանկանում, մինչև վաղը կհանդիպենք և կհասկանանք, թե շուկան ինչ է մեզ տալու մյուս օրվա համար։ Այսօր այսքանը, ցտեսություն։